իշխանություն և պատիվ հավիտյանց ամեն, զիքո է, կարողություն և զորություն և փառք հավիտյանց ամեն,
Վայել է բարդ իշխանություն և բադիկ, այժմ և
Ակավգայի և ամենայն սրբոտ, Եղիցի շադագի սուրբ պատարակ սաղաչեր։ Արաքելոց, սրբոց, մարգարեից, վարդապետած, մարտիրոսած և ամենայն հայրապետած սրբոց, արաքելակորդ և իսկոպոսած,
Գաչագեսում սրբության, որիթյալ երկնից պաշտի միջիմերում, սայեգյան, հույս հարություն, կաղություն և տողություն մեղած, սաղմոս ասացեք յան ասում զովերում, սաղմոս ասացեք երկնավոր կակավորիս մերուման մահի, որ մշտի գարս Գերով վերագան։
սրբո ամեն։ Բարք քեզ Աստված, բարք քեզ հաղակս ամենայնի դեր բարքից։ Այսպես սիրելիներ, մենք ամեն օր գսկսենք բարք տալու Աստուծո ամեն ինչի համար։ Որովհետև հաճախ մենք կգործենք, որ Աստված անտեսած է իր ժողովուրդը, Աստված իր ժողովրդի ցավերը եւ դարավանքները չի տեսնել, բայց մենք հաճախ կլսենք Աստուծո ցայնը եւ հաճախ կտեսնենք նաեւ Աստուծո փորձը մեր կյանքում։ Եվ անոր համար ամեն մարդ, ամեն օր բարդի իր կյանքի բոլոր օրերում, իր կյանքի ամեն մեկ վարյանին բարք տալ Աստուծո, ասելով բարք քեզ Աստված, բարք քեզ, ամեն ինչի համար դեր բարք։ Մեր կյանքի մեջ սիրելիներ, մենք ամեն օր հրաշքներ կտեսնենք։ Մեր ամեն մեկ օրը կսկսի հրաշքով։ Երբ որ մենք գիշերը մեր գլուխները բարձրում գտնենք, մենք ոչ մեկ գարանտի չունենք, որ արդու մեր աչքերը անգամ ևս կբացվին։ Ինչու կբացվին մեր աչքերը, գիտեք, որովհետև Աստված ուզե, որ մեր աչքերը արդու բացվին։ Եվ եթե Աստված չուզե, ոչ մեկ բան չի գրնար այդ աչքերը։ Սա ամենամեծ հրաշքն է մեր կյանքի մեջ, որը մենք հաճախ կմոռանանք։ Հաճախ ես կսեմ իմ կարծիքներս մեջ, ամեն մեկ մեզ ինքն իրեն հարցում պետք է տա։ Ինչու այսօր Աստված արդու բացավ իմ աչքերս, բայց Սուրիայի պատերազմի մեջ մեկը, որը կգործեր, որ իր աչքերը պիտի բացվին, բայց ռումբ մի եկավ եւ իր աչքերը չբացվեցին։ Կամ Ուկրաինայի մեջ, կամ աշխարհի մեջ դիրող բոլոր պատերազմներում մեջ են, ինչու այս բոլոր մարդիկը այսօր իրենց կյանքը ավարտվեցավ, բայց ես ինձի Աստված նոր կյանք տվեց։ Դա որովհետև Աստված մեզ յուրաքանչյուրի կյանքի մեջ, մեզ յուրաքանչյուրի նպատակներում մեջ Աստված նպատակ ունի։ Եվ այսօր ես կուզեմ ցեզի խոսիլ այսօրվա ավետարանեն սիրելիներ, որ շատ կարևոր ավետարան է։ Գսե Քրիստոս այսօր։ Գաղտնի բամը չկա, որ ծածուկ կմնա։ Եվ ոչ ալ գաղտնիկը, որ չհայտնվի։ Հաճախ մենք կգործենք, որ ինչպես ասի քարոզի սկիզբը, Աստված չի տեսնել մեզ։ Աստված կտեսնի։ Աստված ամեն ինչ կտեսնի։ Նույնիսկ այն ինչը, որ մենք կգործենք, որ ծածուկ է, մեկը չի տեսնել, Աստված կտեսնի։ Նույնիսկ մեր սենյակներում մեջ կոծված տուրերը, կոծված պահուհանները, կոծված վարակները գրնան մարդիկ չտեսնեն, բայց դարձյալ Աստված կտեսնի։ Աստված կտեսնի ամեն մարդու ցավ, Աստված կտեսնի ամեն մարդու դարավանք, բայց նաև Աստված կտեսնի ամեն մեկ ժողովրդի ցավ, կտեսնի ամեն մեկ եկեղեցիի ցավ, կտեսնի ամբողջ աշխարհի ցավ, բայց գսենք մենք դեր, հավա ինչու համար այդքան երկար կսպասես։ Ինչու։ Եթե մեզի վրա մենք ուզենք ժամանակներ սահմանենք եւ ասենք, որ դեր դու այսօր պետք է այսպես ես, բայց Աստված մեզի գսե, ձեր ժամանակները ուրիշ են, իմ ժամանակներս ուրիշ են։ Ձեր հաշիվները ուրիշ են, իմ հաշիվներս ուրիշ են։ Որովհետև ինչպես որ ես լուսինը եւ արևը բահած եմ եւ եթե 1 սանտիմետր իրենց դեղեն շարժին ամբողջ աշխարհը կգործանվի, գսե ես այսպես արծես բահած եմ։ Եվ նաեւ գսե մարգարեություններում մեկու մեջ, գսե որ ես ցեզմե յուրաքանչյուրին անունը գրած եմ իմ ապիս մեջ։ Այսինքն
Աստված չի մոռնա, բայց Աստված ունի իր ժամանակները։ Մենք կկարծենք, որ դառ մտերեր քաղաքնիկներ կա, բայց Աստծո համար քաղաքնիկ չկա, եւ ամառ այսօր Քրիստոս կսե քաղաքնիկ բան չկա, որ չհայտնվի։ Եթե դուք գաբրիկ այստեղ այսօր Վարնայի մեջ, գրնալ Վարնայի ժողովրդի մասին, Վարնայի հայ ժողովրդի ցավերու մասին, հավատացյալներու մասին, գրնալ ամեն մարդ չի գիտեր, չեր գիտեր, մի քանի տարիներ անցան եւ այստեղ եկեղեցին բادرակ չկար, եւ դա բոլորիդ համար ցավ մներ, եւ դուք կգարձեիք, որ ամեն մարդ ցեզ մորցած է, այո, գրնա ըլլալ ամեն մարդ ցեզի մորցած է, բայց մեկը կա, որ ցեզի չի մոռնալ, այդ մեկը ով է, Աստված, Աստված ոչ մեկուն չի մոռնալ, գրնալ Աստված կհամբերե, ժամանակ կուտա, 1 տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի եւ երբեմն 6 տարի, բայց կա ժամանակ, երբ Աստված կսե այստեղ ես այլևս պիտի սկսեմ աշխատել, եւ Աստված այնպիսի ցեղով կգործե, որ մենք չենք տեսներ, հետո կմտածենք ինչպես եղավ ասիկա, ինչպես, եւ ավասիկ սիրեյներ, ճիշտ այս է ինչ որ բադահեցավ, ճիշտ այս է այդ անագետգալը, որուն արջև դու գտնված եք այսօր։ Ձեզ մեջ շատեր մինչև 2-3 օր առաջ կպատկերացնեի, որ այսօր բادرակ կա։ Չէ։ Ձեզի համար 3 նամակներ եկան տարբեր ձևերով բادرակ կա, կապ չսին կա բادرակ կա։ Ասիկ հրամեցեք եկեղեցի եւ այլն եւ եկան եւ անագետգալի եկան։ Այս բոլորը ով կարգավորեց, գիտեք, Աստված։ Բայց Աստված նաև մեզի տված է իմաստություն, նաև մեզի տված է խելք։ Մենք գիտենք ինչով մենք տարբեր ենք առասուններեն, կենդանիներեն։ Կենդանիները այստեղ ուղեղ կա, բայց ուղեղը լուսավորված չէ, չի գիտեր որոշումներ կատարել, չի գիտեր քայլեր կատարել, բայց Աստված մեզի տված է այս խելքը, որպեսզի մենք եւ որ գտնվենք դժվարության, նեղության մեջ, իրեն կանչենք եւ սիրենք իրեն ով դեր, դուր մեզի իմաստություն, դուր մեզի լույս, որպեսզի մենք մտածենք, թե ինչ է։ Եվ այսօրվա ավետարանի մեջ հետաքրքրական մեկ բան մնալ գսե Քրիստոս, գսե զգուշ եղեք, ինչի համար զգուշ եղանք, զգուշ եղանք, թե ինչպես ելսենք, Աստված մեզի լսողություն տված է, չէ, Աստված մեզի աչք տված է, գսե որ զգուշ եղեք, որ դուք ինչպես կլսեք, ինչ կլսեք, այսօր աշխարհի մեջ ամենից շատ գոյություն ունեցողը աղմուկ է, չարություն է, մեղք է, ամեն տեղ, մեր դուներու մեջ, մեր համայնքներու մեջ, մեր եկեղեցիներու մեջ, ամբողջ աշխարհը լի է մեղքով, լի է չարությամբ, եւ մենք ամեն օր գլսենք բաներ, ուզենք կամ չուզենք, անում կլան լավ կամ վատ, բայց մանավանդ մենք այսօր ավելի վատ բաներ գլսենք, քան լավ բաներ։ Եվ որ տելևիզիոնը կպարանք, եւ որ Facebook-ը կպարանք, եւ որ YouTube-ը կպարանք, այստեղ կսկսի Աստված գործել, բայց նաև Սատանան ավելի մեծ գործ ունի։ Եվ ահավասի, անոր համար է, որ Քրիստոս մեզի գսե, զգուշ եղեք, ինչպես կլսեք, ինչ կլսեք։ Պետք է տարբերություն ցնենք լավի եւ վատի մեջ։ Պետք է գիտնանք, թե որ մեկ ցայնը Աստուծո ցայնն է եւ որ մեկ ցայնը Սատանային ցայնն է։ Որովհետև ինչքան որ Աստված կգործե, Աստված նաև թույլ կտա, որ չարը գործե։ Որովհետև աշխարհի սկիզբեն ի վեր Աստված արիք
դված է բարին եւ չարին, եւ մարդուն դված է ազատություն, որ ինքը ընտրե բարին կամ ընտրե չարը։ Սիրելիներ, ես այսօր կուզեմ ցեզի շատ երկար խոսեմ, բայց ցեզի շատ հագիրճ կուզեմ ձեր մտքի մեջի հարցումներուն պատասխանը հավարել։ Ասկե 2 ամիսներ առաջ, 3 ամիսներ առաջ, մեկ ինձ իզանքեց և ասավ դեր այդ վարնան գիտես ուր է, ասի վարնան ուր է վարնան, ասի որ վարնան Բուլգարիայի մեջն է, շատ գեղեցիկ քաղաք ունե և այլ, հա ասիլավ է, ասավ բայց գիտես, ասավ վարնայի մեջ ինչքան հայ կա, ասի չեմ գիտեմ, ասի որ վարնայի մեջ 3000 հայ կա, օս ինչ դա, ասավ գիտես ինչքան եկեղեցիներ կան, Վարնայի մեջ, մեկ հատ կա Սուրբ Սարգիս, հետո Բոխտինգա, ամսիկն ամբողջ Բուլգարիայի մեջ մենք ունենք մոտավորապես 18 համայնք, 18 եկեղեցի, ասի ինչ լավ, այսպիսի համայնքը որտեղ կա, այսպիսի ժողովուրդը որտեղ կա, եւ ասին դեր այդ եկեղեցին կգոչվի Սուրբ Սարգիս, ասի ինչ լավ, ավելի լավ, իմ անունս ավազանի անունով ես ծնած եմ Սարգիս, առաջին եկեղեցին, որ ես ծառայած եմ Լիպարանի մեջ Սուրբ Սարգիս եկեղեցին էր, եւ հիմա այստեղ Սուրբ Սարգիս է, ինչ լավ, ասի ձեր դերդը ինչ է, ասի որ մենք այստեղ Վարնայի եկեղեցին հովիվ չունի, 5 տարի է, 6 տարի է հովիվ չունի, ասի ինչ կրնամ ցեզի ասի մենք հովիվ կուզենք։ Եվ նայեցեք ասցես բոլորը ինչու գսեն, որովհետեւ գիտնակ Աստված ինչպես կգործի։ Ես Վարնայի մեջ մարդ չեմ գիտեմ, նույնիսկ չէի գիտեր, որ Վարնայի մեջ հայ կա, կամ եկեղեցի կա, բայց Վարնայեն կապվեցան, չեմ գիտեր Ռուսաստան, Ռուսաստանեն Ամերիկա, Ամերիկայեն Բելգիկա, Բելգիկայեն Գերման, վերջավորության Աստված հայտնեց մեկը, որուն անունը դերանմեն ես անարժանս, որը Բելգիկայի, Հոլանդայի և Լուքսեմբուրգի քաղաքի հովիվն է, այսինքն հովիվ էի մինչև 2 օրեր առաջ և որ ես որոշում հարի, որ չէ, այս Վարնայի համայնքը, Վարնայի հայությունը ես առանցի մենից։ Այս Վարնայի համայնքը գարին ունի ինձի։ Ճիշտ է, որ այնտեղ ես ունիմ 4 համայնքներ, բայց այդ 4 համայնքներուց ես 30 տարի սորվեցուցի, 30 տարի քարոզեցի և սորվեցան պետք եղած տեղը, ես ողնեցա, ասի որ ուրեմն այստեղ Վարնա պետք եկան և Վարնայի ժողովրդի հետ մենք պիտի սկսենք կազմել նոր ընտանիք, նոր եկեղեցի, նոր յակմը և այստեղի Վարնայի եկեղեցին պիտի դառնա ամբողջ աշխարհի համար, հայ եկեղեցու համար ամենաօրինակելի համայնքը։ Ես ցեզի կխոստանամ։ Ես ցեզի կխոստանամ։ Ուրեմն սիրելիներ, բայց այս բոլորը գլա մեկ ձևով դեր Արմենը առանցին պամը չի գրնար, չի գրնար։ Եթե ես գրաշքներ ատգործեմ, եթե դուք այսօր չլայիք, ես պադարակ որու համար գետին։ Դեր Արմենը գրնա անել ցեզի հետ միասին, և որ դուք ուզեք, և որ դուք մեկ ձեռք էլա, և որ դուք մեկ սիրտ էլա, և որ բոլորս որպես մեկ ուժ, մեկ բռունցք ասենք, որ ասի մեր եկեղեցին է և այս մեր եկեղեցին 180 տարի գամքուն մնացած է և մենք 180 տարի ևս մենք այս եկեղեցին գամքուն պիտի պահենք։ Ես ձեզ մեր յուրաքանչյուրին պետք ունիմ։ Նայեցեք այն որոշումը, որ ես արի, դուք գիտեք, ես չեմ ուզել ամեն ինչ ասեմ, դուք կհասկնաք, այն որոշումը, որ ես արի, որքան այստեղ դյուրին որոշումը չէ։ Այս որոշումը
գարիք ունի ձեր օժանդակության, գարիք ունի, որ դուք ինձի հետ գտան, և մենք միասին այս համայնքը հարաճ տանենք։ Փորձություններ շատ պիտի ելան, նեղություններ շատ պիտի ելան, ըսիեսավներ շատ պիտի ելան, բայց երբ որ մենք մեր որոշումի կողքին ենք, երբ որ մենք միասին մեկ ցերկ ենք, Քրիստոսի չսավ Պետրոսին, ըսավ տուն ըսավ այն ժայրն ես, որու վրա ես իմ եկեղեցիս պիտի հիմնեմ, և մենք ունենք այս ժայրը, ունենք այս եկեղեցին, գմրա որ մենք այս եկեղեցին դարձնենք, ինչպես որ 180 տարի առաջ է։ Դարձնենք այն ժամանակներում, երբ որ մենք այստեղ Բուլգարիայի մեջ, Վարնայի մեջ մենք հերոսներ ունեինք, այսօր քիչ քաղաքներ կան, որոնց մեջտեղ քաղաքի մեջտեղը Անտրանիկ զորավարի արձանը գեցավ, չկա, մենք չունենք ասիլա ամենը, մենք ունենք զորավարներու արձաններ, Անտրանիկ զորավարի գունն է, մենք ունենք Սուրբ Սարգիսի բարեփոխությունը, մենք ունենք ժողովուրդ, մենք ունենք երիտասարդություն, չեմ գիտեր եթե ինձ կհասկանան կամ չեն հասկանան, բայց ասում բոլորս մենք միասին այս եկեղեցի, այս նավը, ասիկա գիտեք Նոյան դավան է ասիկա, Նոյի դավանն է, այս Նոյի դավանի մեջ մենք պիտի մտնենք և վստահ ենք, որ պիտի հասնենք ցան։ Խոսքիս ավարտին ես կուզեմ շնորհակալություն հայտնել ձեր անունով, ձեր բոլորի անունով, կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր անոնց, որոնց Աստված օգտագործեց, որպեսզի մենք այսօր այստեղ պատարակ ունենանք։ Հատկապես ես կուզեմ նշել մեր Վարնայի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհուրդը, որը գիշերը ցերեկին խառնած գտնվեր քահանա։ Կացին ամեն դեր, նույնիսկ հասան Երուսաղեմ, հասան Կոստանդնուպոլիս, ամեն դեր հասան, որպեսզի այստեղ քահանա ապահովեն։ Եվ հաջողեցան։ Նաև ես շնորհակալությունս կհայտնեմ Բուլգարիայի թեմական խորհրդին, որը երբ որ իմացավ, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհուրդը իրենց համար վերայր գտած է, ամիջապես իրենք ալ ուրախացան և իրենք ալ վավերացուցին և իրենք ալ շնորհավորեցին, որ դուք ունեցաք կան։ Նաև ես շնորհակալություն կհայտնեմ ձեզ, հակառակ որ մինչև այսօր առավոտ դուք չէիք գիտեր, ով է որ պետք է պատարագն է, ինչ է բաղությունը, բայց անիկա կպաստե, որ դուք կսիրեք ձեր եկեղեցին։ Եկեղեցին ձեր կյանքի մեջ է, եկեղեցին ձեր արյունի մեջ է, եկեղեցին ձեր հոգիի մեջ է, կապ չունի ով է, կապ չունի ինչ է, Աստված կգանչեց է և գանչեց ձեզ, որպեսզի դուք այստեղ ներկան։ Աստված օրհնե ձեզի, օրհնե ձեր համայնքը, օրհնե մեր երիտասարդ երեխաները, մենք ձեզի հետ գնելու շատ գործ ունենք, շատ։ Պիտի ցանցրանաք ինձ մենք։ Ամեն օր ձեզի տելեֆոն պիտի գա, դեր այրը գսե եկեք Սուրբ Գրքի սերտողություն ունենք, եկեք հայերեն պիտի սորվի, եկեք, այսինքն ես գործ ու կար հիմա չունիմ, հիմա իմ գործը ստուկ է, և պիտի թիմանակած։ Ես կուզեմ երիտասարդներուն ասել, I know you don't understand too much in Armenian. I want, and from deep of my heart, I want to re-say all what I told in Armenian, and also in Bulgarian. Bulgarian for me it will be very difficult. But I will communicate with you in English, and you will try to learn me Bulgarian, and then I can give you more. Those people are old people. They are today here, tomorrow here, but you are every day here. And we will try with the young people, with our children, to rebuild this community and rebuild this church.
You will not let me alone. I am here for you, not for them. Thank you very much. Շնորհակալություն ցես բոլորից։ Ամեն գիրակի կսպասեմ ցես։ Բաղարակին Հիմա խոստովանանք կլինեմ, որ մենք ցես պիտի հրավիրեմ հաղորդություն։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդուի սրբո ամեն, մեղամերասուրբ եւ օգնության Հոր եւ Որդու եւ Որդուի սրբո, մեղության եւ Աստծո խոստովանի վարաչի Աստծո եւ սրբո Աստված դինի վարաչի հարշու, զամենայն երեսով գործյալ են կանզի մեղախորդով, բանի եւ գործով գամայվագաման, գիտությամբ եւ անգիտությամբ ասեք մեղա Աստծո։ Աստված թողություն տուր։ Այլ մեղա ամենայն պատվերած Աստծո հանձնարարիած եւ հրաժարիած, ոչս հանձնարարական իսկաներից ոտի հրաժարիած ներածա։ Զորենս արի եւ օրինաց եղկացա այդակս Քրիստոսության հրավիրեց։ Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ։ Զորնասեն նազոր խոստովանիմ զյան իվեն անցանքի, անասելի են անօրենություն իմ, աններելի են ցավ իմ եւ անբժշկելի են բեր իմ, ասեք մեղա Աստծո։ Աստված թողություն տուր, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, թող ողորմից ես մարդասեր Աստված եւ թողություն շնորհեցել բոլոր մեղքերուն, խոստովանածներուն եւ գործվածներուն, եւ ես կհանրագար իշխանությամբ եւ Աստվածային հրամանով թե ով որ արձակեք երկրի վրա, արձակված իլադերություններ, ցեզ կարձակեք ձեր բոլոր մեղքերեն, Հոր Որդի եւ Սուրբ Հոգի անունով եւ դարձյալ հանձնեմ ձեզ եկեղեցու սուրբ խորհուրդներուն, որպես ինչ-որ բարիք գործեք, լացեզի բարեգործություն համտերցյալ յարգի համար, ամեն։ Վերջին հայտարարությունը ցեզի, բادرակեմ վերջ, ես ցեզմե ամեն մեկուն հետ ուզեմ հանդիպիլ մեր համայնքի սրահ։ Գխնդրեմ ներկա եղեք, որպեսի մեկ առ մեկ ցեզ ծանոթանամ եւ մեր տվյալները փոխանակենք, որպեսի նաեւ կամ ցեր դուները այցելեն։ Հաղորդութենեն վերջ պիտի խնդրեմ, որ ետ ձեր տեղը նստիկ եւ հետո ավարտին միասնաբար կերտան սրան։